Օպերային աշխարհում հայերը գրավում են այնտեղ, ինչ օրինակ Գերմանիան ֆուտբոլի ասպարեզում։ Հայրաքաղաքում գլուխ չեն գովում, պարզապես արձանագրում են վերջին 10 տարիների այն մեծ աշխատանքը, որը կատարվել է մարզերում երիտասարդ օպերային երգիչներ ծրագրի շրջանակներում։ Օպերային աշխարհում Հայաստանը գրավում է, կարելի ասել այնպես, այս պահին այն դերը, ինչ որ օրինակ Գերմանիան ֆուտբոլի ասպարեզում, այսպես կարող ասեմ, աշխարհի լավագույն երգիչների մեջ շատ մեծ տոկոս կազմում են մեր հայ օպերայի երգիչները։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մարզերում երիտասարդ օպերային երգիչներ ծրագրի անդրանիկ միջոցառումը։ Այս տարի մեկնարկը տրվեց Գյումրուց։ Ընթացիկ տարվա ծրագիրը նվիրված է անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեգամ Գրիգորյանի 75-ամյա հոբելյանին։ Ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի խոսքով այս տարին հոբելյանական է նաև հենց ծրագրի համար, արդեն 10 տարի շարունակ այն իրականացվում է։ Ծրագիրը առաջի հերթին դա մի կամուրջ է, երևի կարելի ասել կոնսերվատորիայի և օպերայի բեմի միջև, որտեղ որ երիտասարդները խղկվում են, ձեռք են բերում անհրաժեշտ և տեխնիկան, երգեցողական, մեծ օպերային բեմերի համար, ծանոթանում են միջազգային այս պահին բոլոր տենդենսների երգեցողական և ձեռք են բերում շատ մեծ փորձ մասնակցելով արդեն լիսկ մեր օպերայի բեմադրությունները։ Իտալական ու ֆրանսիական գործեր են կատարում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցները։ 2016 թվականից ծրագրի ստեղծումից ի վեր ծրագրի շահառուների թվում մարզաբնակները մեծամասնություն են կազմում։ Օրինակ Արարատի մարզից Օֆելիա Համբարձումյանը, ով ի սկզբանե ծրագրի մասնակիցներից էր, այսօր օպերային թատրոնի առաջատար մեներկչուհի է, այժմ նաև դասավանդում է ու օգնում թիմին բացահայտել օպերային երաժշտության մարզային ներուժը։ Մենք համագործակցում ենք բոլոր հիմնարկառույցների հետ, այստեղից էլ ունեցել ենք Գյումրիից Ֆերդինանդ Մուրադյանը, որը որ բացահայտել ենք 2019 թվականին, իսկ այժմ նա գտնվում է Իտալիայի լավագույն թատրոններում երգում է գլխավոր դերերքերով։ Բացահայտել ենք շատ ունենք երիտասարդներ, ովքեր որ շրջաններից են, ես ինքս նաև ես նույնպես շրջանից եմ, Արարատի մարզից եմ և ներգրավված եմ այս ծրագրում ու կարելի ասել մեր բոլոր մասնակիցները հիմնականում շրջաններից են։ Հրաչյա Մուրադյանը ծրագրում գյումրեցի ներկայացուցիչներից է։ Վերջինս կարևորում է այս հնարավորությունը, որն ի սկզբանե նաև մեծ աշխարհագրություն ունի։ Այս ծրագիրը իրականում շատ մեծ սպեկտր ունի, ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում։ Մենք հաճախակի ենք ստանում հրավերներ կոնկուրսների մասնակցելու և այլ լիքը համերգներին մասնակցելու համար։ Ծրագրի կարևորությունը օպերային երաժշտության հանրահռչակման մեջ է, ուստի տարվա ընթացքում համերգներ կլինեն նաև Հայաստանի 8 մարզերում։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։